Օգոստոսի 16-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցին կնշի Սուրբ Կույսի վերափոխման տաղավար տոնը։ Ըստ սրբազան ավանդության Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Կույսին հայտնում է, որ նա 3 օր հետո երկինք պիտի փոխադրվի։ Նա կանչում է ազգականներին, քրիստոնեականանց, առաքյալներին եւ հայտնում է իր մոտալուտ մահվան մասին։ Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննես առաքյալը մի տախտակ տալով Աստվածամորը ասում է. «Տուր մեզ քո պատկերը»։ Սուրբ Մարիամը տախտակը հպում է երեսին, թրջում է այն իր արտասուքով եւ վրան պատկերվում է նրա դեմքը եւ ապա ավանդում է հոգին։ Ավանդության համաձայն Բարդողիմեոսը Աստվածածնի նկարը բերում է Հայաստան եւ զետեղում Անձևյաց գավառի Դարբնոցքար կոչվող վայրում առաքյալները Սուրբ Կույսի մարմինը ամփոփում են Գեթսեմանիի մի քարայրում։ Բարդողիմեոսը, որ Սուրբ Աստվածածնի ննջման ժամանակ Երուսաղեմից բացակայում էր, վերջին հրաժեշտի խնդրանքով առաքյալները բացում են գերեզմանը եւ զարմանքով տեսնում, որ Աստվածածնի մարմինը այնտեղ չէ։ Սուրբ Կույսի մահանալը ննջել բառով ենք արտահայտում, ցույց տալու համար նրա երկինք փոխադրվելը։ Հայ եկեղեցում Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի օրը Սուրբ Պատարագից հետո կատարվում է խաղողորտնեքի արարողություն։ Պտուղներից ընտրվել է խաղողը, քանի որ Հիսուսն իրեն նմանեցնում է խաղողի որդին։